Բարի լույս սիրելի ընկերներ ջան, ուրեմն այսօր առավոտյան մի քիչ ներվային իրավիճակ է ստեղծվել, ճիշտ է, չենք ներվայնացել, օրներս գնում է բարի ինչպես միշտ, բայց ջղայնացել եմ վատ կոմենտներից, որովհետև ինձ մի խառնեք, ես հայ եմ, ես սիրում եմ բոլոր հայերին, այնպես որ խնդրում եմ վատ բաներ մի գրեք, ես ձեզ շատ եմ սիրում, ինչ եք տես վատ բաներ հաստատ, ասես ես Նա երբ է քաղաքական դաշտում եղել, Սաղ գրում է Նանա ՔՊ-ա, Նանա ՔՊ չի։ Նանան հայ է, Նանան քաղաքական հայացք չունի։ Նանան քաղաքական հայացք չունի, Ժորժա, մեր լավ ընկերն է։ Մեր քուրիկն է, երկրորդն էլ վաղը չեմ իսօր կարող է շատ։ Բայց լինի դու իմ պրոդյուսեր։ Ահա, պրոդյուսերական աշխատանք։ Եկեք քաղաքականության հետ չխառնենք շոու բիզնեսը, որովհետև սա նայեք բլոգերական, թե օրինակ, նայ երկչույա տաղանդավոր, ասենք չեն կարող խառնենք, չգիտեմ, ՔՊ-ի կամ ասենք ուրիշ կուսակցությունների հետ։ Всё, Ժորժա, մի գրեք վատ բաներ, չի կարելի։ Իսկ այդ հայոյանքներ գրողներին դուք ուղակի փախացեք։ Ամոթ է, Ժորժ, հայ եք, չի կարելի։ Եթե ես օրինակ մեկի դեմ ինչ-որ մի բան ունենամ, կամ նանան էլ հաստատ կգնանք պարզ, սենց ճակատով կկանգնենք դեմ դիմաց կասենք։ Հայոյանքով պետք է ինքնահաստատվենք։ Միշտ ես իմ հայ ազգի կողքին եմ, դες բաներ մի գրեք, ես քաղաքականության հետ կապ չունեմ, նետ, նո։ Այսքան բան, իսկ մնացած արդեն գողությունները լավ կիրակեր։ Ես միշտ իմ Հայաստանի պետականության կողքն եմ։ Ես միշտ իմ հայ ազգի կողքն եմ, իմ ժողովրդի կողքին եմ։ Դուք դա տեսել եք ու գիտեք։ Ինչ չխառնեք քաղաքականության հետ։ Նանայ մի ջղայնացրեք, յա։ Սիրում եմ ձեզ, ժողովուրդ ջան, լավ օր բոլորիս։ Լավ օր։ Երեք բլոգեր Պարուհի Էլեոնորա Պետրոսյանի ծննդյան տարեդարձներ։ Այս առիթով երիտասարդ աղջիկը խնջույք էր կազմակերպել իր շուրջը հավաքելով հայաստանյան հայտնի բլոգերներից մի քանիսին, երգչուհի Դիանա Հարությունյանին, Նանային, հաղորդավարուհի Դինա Հակոբովնային եւ մի շարք այլ հայտնիների։ Նրանք երեկոյի ընթացքում մի լավ ուրախացել են ապրել ու այդ կադրերով կիսվել Instagram-յան հարթակում։ Կադրերում նաեւ երևում է Էլեոնորա Պետրոսյանի ստացած շքեղ նվերը, որը ծաղկեփունջն է։ Ներկայացնում ենք այս գեղեցիկ երեկոյից մի քանի կադրեր եւ միանում բոլոր շնորհավորանքներին։